2807-ամյա մեր Երևանը այսօր հայտնվել է շատ վտանգավոր ձեռքերում։ Ում է ձեռնտու, որպեսզի վառի այդ աղբավայրը։ Այս անգամ մեզ ընտրեք, որ ասում է հորս արև, այս անգամ անելու եմ, էլի այս անգամ էլ խաբվեք, մեզ ընտրեք ու մենք կանենք։ Քաղաքապետարանը, որովհետև չի սիրում Երևանը եւ երևանցիներին, մնալու ենք մեր հայրենիքում եւ իրենց ստիպելու ենք իրենց բոլոր արածների համար պատասխան տան։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք Մայր Հայաստան շարժման անդամ Սոնա Աղետյանին։ Տիկին Աղետյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով, մեր հարցազրույցը սկսենք հենց Էրեբունի Երևան հիմնադրման 2807-ամյակին նվիրված միջոցառումներին։ Երևանը տոնում էր Էրեբունի Երևանի հիմնադրման 2807-ամյակը եւ կարծես թե բոլոր միջոցառումներին ներկա են գտնվում քաղաքապետարանի աշխատակիցները եւ քաղաքապետը եւս Տիգրան Ավինյանը եւս։ Սրանց զուգահեռ կխնդրեմ նշեք, թե այսօր Երևանում ինչ խնդիրներ կան, ինչ խնդիրների են շարունակվում բախվել մեր քաղաքացիները։ 2807-ամյա մեր Երևանը այսօր հայտնվել է շատ վտանգավոր ձեռքերում։ Երևան քաղաքով զբոսնելիս ցավոք արձանագրում էինք նույն այն աղբը, կեղտը, որ ամենօրյա ռեժիմով արդեն 7 տարի արձանագրվում է մայրաքաղաքում։ Երևանը ոչ թե սիրում են եւ Երևանի տոնը ոչ թե շնորհավորում են սրտիկներով կամ ամպագորգոր բառերով, այլ գոնե տոնի նախորեին ընթառաջ եւ տոնին հավատարիմ մնալով գոնե առավոտյան, վաղ առավոտյան պետք է ողջ քաղաքը լվացվեր։ Այսինքն պետք է քաղաքը մաքրությամբ տոներ իր ծննդյան օրը։ Բայց ցավոք սրտի մենք դրա փոխարեն արձանագրեցինք, որ Երևանը ոչ միայն չէր լվացվել, այլ նաև աղբահանությունը նորմալ չէր կատարվել, իսկ ինչ էր նշանակում տոնակատարությունները։ Ինչ տոնակատարություններ են նշում։ 2018-ից ի վեր մինչ այսօր, երբ որ ՔՊԿ-ն մի անձնյա, հիմա էլ այդ հանրապետությունի հետ կոալիցիոն իշխանություն է ձևավորել մայրաքաղաքում, իհարկե պետք է չմոռանանք նաև այն կես, որ ասում են 2.5 միավորանոց, այն կես խմբակցությանը, որը կուլիսային գործարքների արդյունքում հայտնվել է քաղաքային իշխանության ղեկին եւ իրենք էլ չհասկանալով կամ լավ էլ հասկանալով ավիրում են մայրաքաղաքը։ Մենք ամենօրյա ռեժիմով մեր ավականու անդամները արձանագրում են տարաբնույթ խնդիրներ, որոնց թվում առաջին հերթին օդի աղտոտվածությունն է։ Բոլորս, այդ թվում նաև ՔՊԿ-ականները, շնչում են այս կեղտոտ օդը, որը հենց իրենք են պարտադրել մայրաքաղաքին։ Եվ փոխարենը խնդիրը լուծելուն ուղղված գործողություններ ձեռնարկեն, ինչ են անում։ Առաջարկում են, որպեսզի կառուցապատողները օդի աղտոտվածությունը չափող սարքեր ներառիշին հրապարակներում, որի համար քաղաքապետարանը ամերիկյան ընկերության հետ պայմանագիր է կնքել եւ բավականին թանկ արժեք ունեցող ծառայություն է մատուցում կառուցապատողին։ Արդյունքում կառուցապատողը վճարում է գերբարձր գին, որպեսզի քաղաքապետարանը իր գործակարգավարական նիստերի ժամանակ հայտարարի օդի աղտոտվածության մակարդակը կամ Երևանի պաշտոնական կայքում մենք կարողանանք հետևել օդի աղտոտվածության մակարդակին, բայց սրանով խնդիրը չի լուծվում։ Վերահսկողությունը հավուր պատշաճի չի իրականանում եւ շինհրապարակներ այցելելիս երբեմն նաեւ առանց այցելելու օդի մեջ տեսնում ենք այն աղտոտվածությունը, որը պետք է գոնե շինհրապարակներում խոնավեցնող ջրցան սարքեր տեղադրվեն, իսկ այս սարքերի մասին որևէ մեկը չի խոսում, քաղաքապետարանը լռում է, չի պարտադրում, չի վերահսկում եւ կառուցապատողներն էլ արդեն այդ օդի աղտոտվածությունը չափող սարքի գերբարձր գնից հոգնած գերադասում են տուգ անվելը, չնայած ես այդ սարքի տեղադրմանը, եթե անձամբ իմ կարծիքը հարցնեն, բոլորովին էլ կողմ չեմ, թող քաղաքապետարանը ինքը տրամադրի անվճար, որպեսզի կառուցապատողները այդ սարքը տեղադրեն, որովհետև իրեն է պետք, որ ինքը կարողանա հայտարարել այդ թվերը։ Դրանով ոչ երևանցուն, ոչ կառուցապատողին, ոչ հետագայում այդ շենքերի բնակիչներին որևէ օգուտ չի լինում։ Հաջորդ ամենակարևոր խնդիրը Երևան քաղաքում դա կոյուղատար համակարգի խնդիրն է։ Կոյուղիների, ինչպես գիտենք, դեռ վաղուց տասնամյակներ առաջ
կոյուղիները ինչ որ ստեղծվել են, նախագծվել են, տեղադրվել են եւ շահագործման են հանձնվել, այդ ժամանակից ի վեր երբևէ չեն թարմացվել, չեն վերանորոգվել եւ արդեն իրենց պիտանելիության ժամկետը մի քանի անգամ անցել է ու ամենօրյա ռեժիմով մենք ստանում ենք ահազանգեր, որ այսինչ վարչական շրջանում կա կոյուղատարի վթար, ասֆալտի վրայով այդ պարունակությունը հոսում է, խնդիրները բազում են, սակայն քաղաքային իշխանությունը, որը գալիս էր ամպագորգոր լոզունգներով եւ կոչերով, որ գալիս են մաքրելու, գալիս են վերականգնելու, գալիս են ամեն ինչը հիմնովին ստեղծելու, նորից սարքելու եւ մենք ականատեսն ենք լինում, որ այո, այդ ամենը անում են, բայց անում են միայն ԿՊԿ-ի իրենց իշխանության անդամների համար, որովհետեւ իրենք սկսեցին 2018-ից աղքատությունը իրենց գրպաններում եւ ուղեղներում հաղթահարել բուրըն կայծակնային արագությամբ, նրանք դարձան միլիարդատերեր, ոմանք մյուսները միլիոնատերեր եւ արդեն սկսեցին երբևէ չհետաքրքրվել շարքային քաղաքացուն հուզող խնդիրներով, իսկ շարքային երևանցին այսօր շնչում է օդի աղտոտվածությունը հատած վնասակար օդ, աղբահանության մակարդակը, եթե գնահատենք 5 բալանոց, 0-ից 5 բալանոց Սանդղակով, ապա պիտի գնահատենք 0.7, որովհետև իրականում տեսնում ենք, որ քաղաքը թափթփված է, կեղտոտ է, փնթի է, լվացված չէ, իսկ սան մաքրման մասին պարզապես ավելորդ է խոսելը, որովհետև եթե երբեմն բարեհաճում են աղբամանները դատարկել, ապա սան մաքր չի իրականացնում եւ հատկապես տարվա շոկ եղանակներին այդ ծորացող շիճուկը, սոուսը, աղբի կարշահոտություն է առաջացնում տարածքում եւ շատ տհաճ է։ Տրանսպորտի խնդրին անդրադառնալով պիտի ասենք, որ տրանսպորտի խնդիրը այն խնդիրներ, որ հենց այսօրվա իշխանության ղեկին գտնվողներն էին պայքարում տրանսպորտի գինը չբարձրացնելու համար։ Սակայն հենց իրենք եկան իշխանության եւ ունեցան հնարավորություն, հասկացան, որ ոչ թե 150 դրամ պետք է դարձնել, այլ պետք է 300 դրամ դարձնել։ Օրինակ 50 դրամ արժեցող տրոլեյբուսը, որով երթևեկում է ուսանողը կամ ծեր թոշակառու տատիկ պապիկը, պետք է 50 դրամից արժենա 300 դրամ։ Դրա փոխարեն իրենք չեն կարողանում ապահովել ոչ ժամանակին վայել իրականում բարեփոխված կայանատեղիներ, որտեղ մարդիկ կանգառներում, կանգառասրահներ ունենան, անձրևից պաշտպանվեն, արևից պաշտպանվեն, երբեմն հենց բանուկ փողոցի վրա միայն մեկ ցուցանակով իրենք ասում են, որ այստեղ կանգառասրահ է եւ մարդիկ կարող են այստեղ ավտոբուսի կամ տրոլեյբուսի սպասել։ Ավտոբուսները չվացուցակ չունեն, մարդիկ ժամերով շատ են ահազանգերը, որ ժամերով սպասում են ավտոբուսների իրենց անհրաժեշտ երթուղուն եւ երթևեկում են խցկված միմյանց վրա շնչել արտաշնչելով, ինչը եւս էկոլոգիապես այդքան էլ հիգիենիկ չէ, երբ որ մարդիկ աշխատանքից հոգնած իրար վրա շնչելով, իրար վրա այսպես պարկած, մեկը մյուսի վրա գլորվելով տեղափոխվում են մայրաքաղաքում այն տրանսպորտային համակարգով, որը թանկացվել է, որը մեր բոյկոտի արդյունքում 100-ից չի դարձել 300 դրամ, այլ այնքան բոյկոտեցին եւ ի պատիվ մեր քաղաքացիների այդ 17000 ստորագրությունը, որ հավաքվեց եւ ներկայացվեց քաղաքային իշխանությանը, իրենք հասկացան, որ սոցիալական մեծ անարդար իրավիճակ է հասունանում եւ իրենք չեն կարողանալու դեմն առնել, 300-ի փոխարեն դարձրին 150 դրամ, ինչը եւս շատ թանկ գին է այս պայմաններում եւ չի համապատասխանում այն ծառայությանը, որը մատուցում է այսօրվա իշխանությունը։ Խոսենք աղբահանության վարձավճարների թանկացման մասին, երբ որ ահազանգերը շատ են, թոշակառու տատիկ պապիկներ, ովքեր միայնակ են ապրում, երևի ավագ սերնդի ներկայացուցիչներն են ահազանգում։ Ոչ միայն, բայց ավելի գերակշիռ մասը իրենք են կազմում, այո, որովհետև անարդար է, երբ որ ասենք նույն քառակուսի մետր տարածք ունեցող բնակ մակերեսում ապրում է, ասենք, մեկ թոշակառու տատիկ եւ
ասենք նրա վերևում ապրում է նույն քառակուսի բնակ մակերեսում 7 հոգանոց ընտանիք, ովքեր բնականաբար ավելի շատ աղբ պիտի արտադրեն եւ տատիկը ավելի քիչ չէ բնականաբար, սակայն տատիկը պետք է վճարի նույն այնքան, որքան որ վճարում է 7 հոգանոց ընտանիքը։ Իհարկե այստեղ մենք նորից չենք զարմանում, որովհետեւ հասկանում ենք, թե ովքեր են այդ որոշումը կայացնողները, նրանք բնավ երբևէ ինքնուրույն սեփական քրտինքով, սեփական մտքով երբևէ 200 դրամ անգամ չեն աշխատել, բայց միանգամից դարձել են բարձր պաշտոնների պաշտոնատար անձինք եւ ստանում են եւ բարձր աշխատավարձեր եւ պարգևավճարներ եւ գործուղվում են տարբեր արտասահմանյան եւ եվրոպական տարբեր երկրներ եւ նրանց համար բնավ էլ հետաքրքիր չէ թե ինչպես է ապրում այն մարդը, որի քվեն մուրալով, որին խաբելով, որի զգացմունքների հետ խաղալով իրենք այսօր դարձել են իշխանության ներկայացուցիչներ։ Գրեթե այն իրավիճակն է հասունանում, որ մանավանդ 2023 թվականին Երևանի ավականու ընտրություններում, երբ որ տեսանք, որ երևանցին տոտալ մերժեց ՔՊԿ-ին եւ իր վստահության քվեն չտվեց, ՔՊԿ-ն չկարողացավ իշխանություն կազմել Երևանում, դրա համար դիմեց իր քույրիկ հանրապետություն կուսակցությանը, այն մյուսներին էլ բերեց այդ կեղտոտ առևտուրների արդյունքում բերեց կուլիսային գործարքների եւ մի կերպ այսպես ծայրը ծայրին հասցնելով դարձան քաղաքապետ եւ քաղաքային իշխանություն, կարծես այս ամենը նրանք անում են վրեժխնդիր լինելով հենց երևանցիներից։ Եթե խոսենք գույքահարկի բարձրացման մասին, գույքահարկը եւս շատ բարձր է, Երևանում ծնված մեծացած քաղաքի կենտրոնում իրենց մանկությունը, պատանեկությունը անցկացրած այսօր վաստակի տարիքի մարդկանց ծաղրելով ասում են, որ ինչ պարտադիր է քաղաքի կենտրոնում ապրեք, եթե չեք կարողանում ձեր թոշակով ձեր դեղերը գնել, ձեր օրվա ցամաքացը առնել, ապա ծախեք բնակարանը եւ գնացեք ծայրամասում կամ լեռնային որևէ մարզում մի փոքրիկ տուն գնեք եւ այդտեղ անցկացրեք ձեր ծերությունը։ Իսկ թող ձեր փոխարեն ձեր բնակարաններում ապրեն ոչ Հայաստանի, ոչ հայեր, այլ տարբեր ազգություն ունեցող մարդիկ, ովքեր ի վիճակի կլինեն վճարել եւ գույքահարկը եւ կկարողանան ապրել քաղաքի կենտրոնում գտնվող այդ թանկարժեք բնակարաններում։ Ահա այն է իրականությունը, որը բերել է այս իշխանությունը մեր երևանցիների համար։ Անդրադառնանք Նոբարաշենի աղբավայրին, որտեղ ստեղծված իրավիճակը պարբերաբար իր մասին հիշեցնել է տալիս։ Օրերս էլ կարծեմ հոկտեմբերի 10-ին էր, որ նորից կրակը բռնկվեց այնտեղ, կա կարծիք, որ այն միտումնավոր է եղել, բայց եթե անգամ միտումնավոր է եղել, այնուամենայնիվ խնդիրը կա։ Տիկին Աղեկյան, ձեր գնահատմամբ արդյոք միտումնավոր է այն եղել թե ոչ, եւ արդյոք ինչպես կարելի է Նոբարաշենում ստեղծված իրավիճակը կանխել, լուծել եւ արդյոք այս ստեղծված իրավիճակի փրկությունը կարող է լինել քաղաքապետարանի կողմից առաջարկվող աղբի վերամշակման գործարանը։ Իմ կարծիքով միտումնավոր չի եղել։ Արցախը հանձնեցին, ասում են ժողովուրդն է մեղավոր, որովհետեւ մեզ էր ընտրել։ Այսինքն մեզ տվել էր քվե Արցախը հանձնելու։ Ցանկացած խնդրի բախվում են, ասում են դե ժողովուրդ դուք եք մեզ ընտրել, դուք եք մեզ լիազորել, դուք եք մեզ մանդատ տվել, մենք ենք արդեն դարձել դրա պատասխանատուն։ Դուք եք մեզ այսպեսին կարծես դարձրել։ Հիմա այսինքն ամեն ինչը բարթել եւ բոլոր դեպքերում իրենց կատարած հանցանքների, մեղքերի պատասխանատվությունը դնել մարդկանց այլոց վրա, դա ՔՊԿ-ի հստակ ձեռագիրն է, որ այս 7 տարվա ընթացքում մենք տեսել ենք եւ դեռ շարունակում ենք տեսնել։ Նույն ձեռագիրը շարունակվում է նաև Նոբարաշենի աղբավայրի պարագայում։ Այսինքն ում է ձեռնտու, որպեսզի վառի այդ աղբավայրը, որովհետև այդ վառողն էլ հասկանում է, որ ինքն է շնչելու այդ թունավոր գազերը, որոնք աղբի, նեխած աղբի այրվածքի հետևանքով արտանետվելու են ողջ մայրաքաղաքի տարածքով։ Մենք պետք է հիշենք, որ աղբավայրը ընդամենը 11 կիլոմետր հեռավորություն ունի քաղաքի կենտրոնից, շատ մոտ է Շենգավի, Տերեբունի վարչական շրջաններին, մյուս վարչական շրջաններում եւս տեսանք, որ եւ Արաբկիրում, եւ Նորքում, եւ Ավանում նկատելի էր հրդեհը եւ ծուխը հասնում էր, հոտը եւս հասնում էր։
Այսինքն ողջ քաղաքում արձանագրվեցին նաև դեպքեր, երբ որ կոկորդում խեղտոց էր, տհաճ զգացողություն էր, մարդիկ հազոց ունեին, սրտամկանային խնդիրներ ունեցող մարդկանց մոտ էին տարբեր խնդիրներ առաջացել, այսինքն տարաբնույթ խնդիրների առիթ էր եւ փոխանակ իրենք լուծելու, օրինակ 7 տարի գրեթե միահեծան իշխանություն ունի ՔՊԿ-ն Երևան քաղաքում որևէ խնդիր չենք կարող այս պահին մենք խոշորացույցով, մանրադիտակով պեղել եւ գտնել, որը նրանք լուծել են հիմնովին կամ թեկուզ մասնակի։ Չկա որևէ խնդիր, որին այս փոքրիկ խմբակը, որ այսօր իշխանության է, կպած լինի, հետաքրքրված լինի եւ մինչեւ վերջ գնա ու փորձի այդ խնդիրը իշահ քաղաքացիների լուծի։ Չկա նման խնդիր։ Նույնը Նուբարաշենի աղբավայրի մասին է։ 7 տարի ինչ էին ասում։ Մի քանի ընտրություն արդեն Նիկոլ Փաշինյանը Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ եւ աղբի վերամշակման գործարանի կառուցման վերաբերյալ այդ խոստումները ծախեց մեր ընտրողների վրա։ Այսինքն անընդհատ կարծես պահում են, որպեսզի մարդկանց ասեն, այ այս անգամ մեզ ընտրեք, որ ասում են հորս արև, այս անգամ անելու եմ, էլի այս անգամ էլ խաբվեք, մեզ ընտրեք ու մենք կանենք։ Մենք հասկանում ենք, որ սա նրանց ձեռնտու է նաև, որպեսզի տեսնեն մարդկանց, կարծես ամեն հնարավորինը անում են, որպեսզի հայ մարդը փորձի չապրել իր բնորանում եւ հասկանա, որ առողջությունն էլ ամենավերջինն է, որ սկսել է կորցնել արժանապատվությունը կորցնելուց, հայկական ազգային արժեքները կորցնելուց, հային վայել հաղթանակներն ու պատիվը, մարտունակությունը կորցնելուց հետո առողջությունն էլ կորցնելուն արդեն մնում է, որ ովքեր ունեն հնարավորություն լքեն հայրենիքը, բայց ոչ, չենք լքելու, մնալու ենք մեր հայրենիքում եւ իրենց ստիպելու ենք իրենց բոլոր արածների համար պատասխան տան։ Սա իմիջայլոց։ Իսկ Նուբարաշենի աղբավայրին վերադառնալով, ոչ, Նուբարաշենի աղբավայրը ես հակված եմ այն կարծիքին, որ այրվել է, որովհետեւ գիտենք թե օրեկան 800-ից 1000 տոննա աղբ է տարվում, առանց վերամշակման այնտեղ թափվում է։ Եվ այս աղբի մեջ հնարավոր է չէ, որ լինեն այնպիսի նյութեր, որոնք շատ հեշտորեն կարող են հրդեհ առաջացնել, եւ հրդեհն էլ բռնկվում է ու բնականաբար տարածվում է ողջ մայրաքաղաքով։ Թունավոր այդ արտանետված գազերը բավականին վատ ազդեցություն են ունենում, բացասական ազդեցություն են ունենում, կարծես թե Նուբարաշենի աղբավայրը վտանգավոր ռումբ է ընտրված, որը դրված է հենց Երևանի տակ, հնարավորինս իրենց հարմար պահին պայթեցնելու համար։ Այս անգամ փորձեցին, արեցին ավելի ճիշտ այն ահազանգերը, որոնք մենք բարձրացրեցինք, իրենց ստիպեց հնարավորինս արագ միջամտել եւ փորձել հրդեհաշիճման աշխատանքները ավելի կազմակերպված իրականացնել։ Նախորդ անգամներում մենք երբ որ այնտեղ եղել ենք, արձանագրել ենք նաև արագիլների մեծ քանակություն, ինչը շատ վտանգավոր է բնապահպանության տեսակետից, հենց այս թռչնատեսակի համար, նաև արագիլները չէ որ սնվում էին, ականատես եղանք որ սնվում էին հենց այդ աղբով եւ իրենց փետուրների գույնն էլ փոխվել էր արդեն, սա կարծում եմ շատ լուրջ ահազանգ է, որով պիտի զբաղվեն այն քաղաքակտիվիստները, ովքեր որ էկոլոգիայի հարցերով բնապահպանները պետք է այս խնդրի մանրամասն անդրադառնան։ Տիկին Աղակյան, վերջում կցանկանամ անդրադառնալ քաղաքում առկա հեղեղատարների խնդրին, առջևում անձրևային եղանակներ են մեզ սպասվում, բայց քաղաքում շարունակվում են փակ մնալ հեղեղատարները եւ եթե անգամ մաքրվում են, ապա տեսնում ենք, նկատում ենք, որ դրանք մաքրվում են շարքային քաղաքացիների սեփական նախաձեռնություններով, սեփական միջոցներով։ Ինչու հաջողվում է այս գործողությունը իրականացնել, իրականություն դարձնել շարքային քաղաքացիների մոտ, բայց չի հաջողվում քաղաքապետարանին։ Քաղաքապետարանը, որովհետև չի սիրում Երևանը եւ երևանցիներին եւ վրեժ է լուծում երևանցիներից։ Ցանկության դեպքում քաղաքական կամք ունենալու պարագայում
ոչ միայն հեղեղատարերը կմաքրվեին, այլ Երևան քաղաքը կմաքրվեր։ Ցանկացած մի թեթև անձրևից հետո, որը այսօրվա քաղաքային այս 2.5 միավոր հնոց իշխանությունը չի զլանում եւ անձրևը ձյունը անվանում է պատահական եւ աննախադեպ, չէ, ասում է անսպասելի, աննախադեպ, պատահական ձյուն եկավ, անձրև եկավ, դրան փոխարեն իրենք պետք է պատրաստվեն։ Երբ որ իրենք մեկնում են անիմաստ գործուղումների, երբ որ իրենք համայնքային բյուջեի գումարները մսխում են Երևանցու որևէ խնդիրը չլուծելուն ուղղված շոուներին, տարբեր միջոցառումների, որոնք ընդամենը փող լվանալու, փող մսխելու միջոց են, պարզ է, որ քաղաքական կամք չունեն իրականացնելու այն ուղիղ պարտականությունները եւ լիազորությունները, որի ի պաշտոն է, որի պատասխանատվությունը իրենք են կրում։ Այստեղ է թաղված շանգլուխը եւ այսօրվա քաղաքային իշխանությունը, ես նորից եմ կրկնում, չի սիրում Երևանը։ Հակառակ պարագայում մենք չէինք ունենա այն խայտառակ իրավիճակը բոլոր ոլորտներում, քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում մենք ունենք խայտառակ կառավարում եւ դրա վառապացույցն է նաև ձեր մատնանշած հեղեղատարները։ Մենք ունենք շատ բազմաբնակարան շենքեր, որոնց տանիքները վթարային են, չեն կարողանում վերանորոգվել, բնակիչները ի վիճակի չեն ողջ գումարը վճարել, համատիրությունը չունի այդքան ֆինանսավորում եւ գումար, քաղաքապետարանն էլ ասում է այս տարվա ծրագրերում ներառված չէ։ Հեղեղատարների վերաբերյալ նորից նույնն եմ ասում։ Փոխանակ հենց գնալ կոնկրետ մաքրել, որը քաղաքային իշխանության համար եւ գումարը շատ քիչ գումար են ծախսելու։ Իրենց շոուների վրա ծախսած գումարների ընդամենը երևի 1.5%-ն էլ որ ծախսեն, կմաքրեն ողջ բոլոր 12 վարչական շրջանների հեղեղատարները միասին եւ այս խայտառակ իրավիճակը չենք ունենա։ Եզրակացությունը մնում է մեկը, որ այսօրվա իշխանությունը չի սիրում Երևանը եւ անում է հնարավորինը, որպեսզի վրեժ լուծի երևանցիներից 23 թվականին իրենց վստահության քվեջ տալու համար։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը Մայր Հայաստան շարժման անդամ Սոնա Աղիկյանն էր։